Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լուրերի կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահն ու Հայաստանի վարչապետը կքննարկեն Եվրամիության աջակցությունը Հայաստանին։ Հունիսի 7-ին համար 17 Փոփոխության համար Նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին, քաղաքական ուժերը շարունակում են մարզերով եւ Երևանով շրջել, խոստումներ տալ, միաժամանակ մեղադրանքների պակաս միմյանց հասցեին չկա։ Դուք ոնց կորոշեք, տենց էլ կլինի։ Քարոզարշավը առանց միջադեպերի չի անցնում, քաղաքական բախումներ մարզերում։ Վարչապետի հետ վեճից հետո բանտում հայտնված արցախցի Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով ակցիաները շարունակվում են, նա 16-րդ օրն է հացադուլի մեջ է։ Իրանական հարվածներից հետո Քուվեյթում 1 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին։ Բրյուսելից ազատության աղբյուրները հաղորդում են, որ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը առայժմ հայտնի չէ։ Հստակ է սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին, ճգնաժամային իրավիճակում տնտեսությունը կայունացնելու համար։ Ընդ որում, առևտրային այս արտոնությունները միակողմանի են եւ Հայաստանը պարտավորված չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն միջոցները, ինչը կարող է հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հեռախոսազրույցի մասին։ Եվրոպացի պաշտոնյան այնուհետև X-ում գրել էր, որ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի հաջող տնտեսական ճնշումների հետ կանգնած Հայաստանի հետ եւ փնտրում է արագ արձագանքման ուղիներ։ Կառավարությունը այսօր շտապեց տեղեկացնել, որ Ռուսաստանի սահմանափակումներից հետո հայկական ծաղիկների եւ գյուղմթերքի առաջին խմբաքանակները արդեն ուղարկվել են դեպի եվրոպական եւ այլ շուկաներ։ Էկոնոմիկայի նախարարությունն խոստանում է սուբսիդավորել արտահանումը, բայց մինչ խոշոր արտադրողները նոր ուղղություններ են փնտրում, փոքր ջերմոցատերերը մտահոգված են արդյոք կկարողանան գոյատևել ռուսական շուկայի սահմանափակումների պայմաններում եւ հնարավոր է արդյոք Եվրոպան փոխարինի Հայաստանի հիմնական արտահանման ուղղությանը։ Հայկական արտադրանքի մեծ մասի նկատմամբ սահմանափակումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազատությանն ասել էր, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից դեպի Եվրամիության եւ այլ երկրների շուկաներ։ Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու, ոչ միայն Եվրամիություն։ Խոշոր ջերմոցային տնտեսություններից մեկի համասեփականատերը, որ նախընտրեց անանուն մնալ, Ազատությանն այսօր ասաց, իրենց ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է, բայց չնշեց, թե որ երկիր են արտահանել։ Հենց հիմա մեր մեքենան ԵՄ երկրների գոտում է, որը մի քանի օրից կհասնի արդեն իր անգրվանին։ Առայժմ առաջին մեքենան է, երկրորդ, երրորդ, չորրորդը փորձում ենք հիմա արտահանենք, փորձենք տեսնենք ոնց ենք անում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը վաղն աջակցության ծրագիր կընդունի, որով կսուբսիդավորի ջերմատնային արտադրանքի, լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղիկների արտահանումը։ Նախարարի խոսքով կփոխհատուցվի նաեւ Եվրամիություն արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի եւ ծաղիկների մաքսատուրքը, իսկ մրգի արտահանման սուբսիդավորման ծրագիրը ուշ կներկայացնեն։ Մեր զրուցակիցն այն խոշոր գործարարներից է, որոնք օրեր առաջ հանդիպել են նախարարի հետ եւ ներկայացրել ոլորտի խնդիրներն ու իրենց մտահոգությունները, ասաց նաեւ իրենք են առաջարկներ արել։ Մենք
հատիկ վարդ արտահանման դեպքում որոշակի գումար պետությունը սուբսիդավորի, պետությունը պատրաստական է, դա գլի տրանսպորտի մեջ, նոր փաթեթավորումների մեջ, լոգիստիկայի ծառայությունների մեջ, օրինակի համար տարեկան արտադրվում է կամ արտահանվում է 70 միլիոն հատիկ վարդ, ասենք 0.10 եվրոցենտ կարողանան սուբսիդավորեն, դա ամենաճիշտ տարբերակն է, որ ընդհանուր հաշվարկների մեջ գործարարներս էլ կարող ենք տեղավորվել։ Այս ընկերությունն իր արտադրած ծաղիկները հիմնականում Ռուսաստան է արտահանել։ Ընկերության համահիմնադրի խոսքով, թեև Ռոսսելխոզնadzորը ստուգել է իրենց ջերմոցները եւ չի կասեցրել արտահանման թույլտվությունը, վերջին սահմանափակումների հետևանքով իրենք եւս չեն կարողանում մտնել ռուսական շուկա։ Այդուհանդերձ ռուսների հետ բանակցությունները դեռ շարունակում են։ Մեր զրուցակիցն ասաց, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ընթացքում նաեւ իրենց վարկային ծանրաբեռնվածությունից են խոսել։ Երկարացնեն սուբսիդավորվող վարկերը եւ այլ գումարների մասով արձակուրդ կվերցնենք, իսկ լրացուցիչ բեր հետագայում չառաջանա ընկերությունների վրա։ Ինքը ծաղիկներն ինքնաթիռով արտահանելու տարբերակ չի դիտարկում, բայց նախարարին այդպիսի առաջարկով ասած դիմողներ այդ օրը եղել են, դրական արձագանք են ստացել։ Այս ընկերությունը դիտարկում է մերձբալթյան երկրների, ինչպես նաև Եվրամիությունից դուրս մի շարք այլ երկրների շուկաներ տանել իր ծաղիկները։ Հարցրինք, որ ճանապարհով, ինչով։ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, արդեն Հունաստան, Բուլղարիա, որտեղ դրա պահանջարկը կա։ Ֆուրերով։ Իհարկե ֆուրերով։ Ես հակված եմ նրան, որ պետության աջակցությունը գոնե 1 տարի տևի, որպեսզի մենք կարողանանք այդ շուկաներում ամրապնդվենք, բայց ես կարծում եմ սա պետք է մեր համար դաս եւ դիտարկենք որպես երկարաժամկետ, ասենք ներդրում տվյալ երկրներում, տվյալ շուկաները մտնելու համար։ Մեր մյուս զրուցակիցը բեռնափոխադրող է, նա նաև եվրոպական երկրներ է բեռներ արտահանում։ Ասում է, ռուսական շուկան Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամոտն ու ամենահարմարավետը։ Իմ փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպական շուկաներում բազմաթիվ ապրանքների իրացումը սահմանափակված է քվոտաներով։ Հնարավոր է Եվրոպան աջակցի Հայաստանին, սակայն դժվար է պատկերացնել, որ ռուսական շուկայի ծավալներն ամբողջությամբ կփոխարինվեն եվրոպական ուղղությամբ, ասաց նա։ Պայմանական հաշվարկ արեց Հայաստանից դեպի Ուկրաինա ուղղությամբ արտահանման ծախսերի մասով։ Ծաղիկը Նիդերլանդներում շատ ավելի էժան է, քան Հայաստանում։ Նիդերլանդներից ծաղիկի բեռնափոխադրման արժեքը դեպի Ուկրաինա մոտավորապես 2500 եվրոյի համարժեք է։ Ու այդ ծաղիկը 3 օրից կլինի Ուկրաինայում։ Հայաստանից ծաղիկի արտահանումը նվազագույն բեռնափոխադրման արժեքը լինելու է 6000 եվրո։ Արդեն 3500 եվրոյի տարբերությունն է միայն բեռնափոխադրման մեջ։ Ուկրաինացին որ ծաղիկը կներմուծի։ Իսկ մեր պետությունը ինչքան է պատրաստ սուբսիդավորի 1 տարի, 2 տարի, 5 տարի, միևնույնն է չի նվազելու այդ բեռնափոխադրման գինը եւ Նիդերլանդներից էլ չի բարձրանալու բեռնափոխադրման գինը, որ մենք մտնենք մրցակցության մեջ։ Մենք միշտ մրցակցության մեջ պարտվելու ենք։ Պետությունը պատրաստ է լինելու միշտ արտահանողին սուբսիդավորի, որպեսզի արտահանողը կարողանա վճարել ինձին բեռնափոխադրման համար։ Փոքր ջերմոցներ ունեցողներն անհանգստացած են, իսկ իրենց ծախսերնով է փոխհատուցելու, եթե արտահանումը չկա ու դա նաեւ իրենց արտադրանքի գնի վրա է ազդում։ Ասում են խոշորները միշտ էլ աջակցող ունենում են, իսկ իրենք 1.200.000, 300.000 մենակ գազ եմ տալու, գազի փող եմ տալու։ Ես ընտրությունից հետո որ գազի գնել ավելացավ, էլ չեմ վառելու։ Դա մենակ ասելով չի, էլի քուր ջան, որ ներես դնեմ հայ թմա, մենակ դիր, բայց որ գազը թանկացրեցին, вообще ձեր չեն տա։ Ռուսական սահմանափակումների ֆոնին վարչապետ Փաշինյանն ու կառավարության ներկայացուցիչներն արտահանողներին Բաքու, Թբիլիսի, Կարս երկաթուղային ճանապարհն են ցույց տալիս, որպես արտահանման այլընտրանքային ուղի։ Արտահանողներն էլ շարունակում են պնդել, գնացքով թարմ միրգ բանջարեղեն արտահանելն ուղղակի անհնար է։ Ռուսական տնտեսական սահմանափակումների ֆոնին Երևանը, ինչպես լսեցիք, նոր շուկաներ է փնտրում։ Վերջին օրերին ակտիվացել են նաև հայ-թուրքական տնտեսական շփումները։ Մի խումբ հայ գործարարներ երեք առաջին անգամ ցամաքային սահմանով այցելել են Կարս թուրք գործընկերների հետ քննարկելու առևտրի եւ զբոսաշրջության հնարավորությունները։ Երեք էլ հաղորդվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Ծրագրի այս հատվածում անդրադառնանք ընտրական քարոզարշավին եւս 2 օր քաղաքական ուժերը ընտրողների հետ կհանդիպեն, ծրագրեր կներկայացնեն, կհամոզեն, որ հենց իրենք են այն լավագույնը, որ պետք է կառավարի Հայաստանը։ Այսօր իշխող քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում էր նախկինների թեման Ռուսաստան-Բելարուսի հետ հարաբերությունները նորից օրակարգային թեմաներից էին։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն է հետևել Փաշինյանի քարոզարշավին։
Վարչապետ Փաշինյանի ու քաղաքացիական պայմանագրի վերնախավի հանդիպումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են եւ այս շաբաթ Ռուսաստանից այս տնտեսական սահմանափակումներին զուգահեռ այս թեման ԵԱՏՄ-ում մնալու թե Եվրամիություն գնալու ընդհանրապես այս ամբողջ տնտեսական վերջին զարգացումները քարոզարշավի երևի թե ամենաառանցքային հարցն են դարձել Փաշինյանը թեմային անդրադառնում է ըստ էության իր բոլոր կանգառներում վարչապետը ըստ էության ասում է որ հունիսի 7-ին վերընտրվելուց հետո կվերադառնա աշխատանքին եւ այս հարցերը կլուծի տեղեկացրեց որ Մոսկվա է մեկնելու Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածություն ունի ընտրվելուց հետո կմեկնի Մոսկվա ընտրություններից հետո իսկ սա սակայն նրան չի խանգարում եւ նա միևնույն ժամանակ Ռուսաստանի այս քայլերը սխալ է որակում ընդգծելով որ Ռուսաստանի կողմից շատ ավելի խելամիտ կլիներ որ ոչ թե այսպիսի քայլեր իրականացնել, այլ ընդհակառակը փորձել Հայաստանին բացատրել ինչ օգուտներ կարելի է ստանալ ԵԱՏՄ-ում մնալուն նման կոշտ հռետորաբանության փոխարեն, որն արդեն ոչ թե հռետորաբանություն է, այլ ուղիղ սպառնալիքներ ու սահմանափակումներ եւ հայկական բիզնեսը օր-օրի կորուստներ է կրում վարչապետը նաեւ այսօր Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադարձավ 2022 թվիներ երևի կամ 23 թվիներ Բելարուսի նախագահը Լուկաշենկոն մի sense հայտարարություն արեց ասես դե հայերը ում են պետք Հայաստանը ում է պետք Հայաստանը մենակ մեզ է պետք գիտեք դա մի հայտարարություն էր որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ եւ այսօր էլ ոչ մեկ ուշադրություն դարձրեք տեսել եք Այսօր Բելարուսի նույն նախագահը որ ասում էր Հայաստանում է պետք Հայաստանը գնալու տեղ չունի այսօր ընկած համոզումը որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրել ժողովուրդ ջան մենք ուրիշ բան ենք ասում ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում որ երբևէ որևէ մեկը իրավունք եւ հնարավորություն չունենա ասի Հայաստանը ոչ մեկին պետք չի Հայաստանը բոլորին է պետք այսօր Դուք պետք է ունենաք տարբերակներ եւ դուք կունենաք տարբերակներ եւ դուք միայն դուք կորոշեք թե այդ տարբերակներից որն է ձեզ համար ավելի լավ դուք ոնց կորոշեք տենց էլ կլինի Այսօր Գեղարքունիքում ես փորձեցի նաեւ քաղաքացիների հետ զրուցել հասկանալու համար ի վերջո նրանք ինչ ակնկալիքներ ունեն հունիսի 7-ին կանալիք ընտրություններից անկախ հանգամանքից թե ի վերջո իշխանությունները կվերընտրվեն, թե իշխանափոխություն կլինի, ինչ են սպասում, ինչ խնդիրներ ունեն, որոնք պահանջում են արդեն հաջորդ իշխանություններից հունիսի 8-ից սկսած Անկալի կլինի ընտրվի գործող վարչապետը մեր կյանքն էլ բարելավված նորմալ աշխատող ժողովուրդ ենք աշխատում ապրում ենք։ Խնդիր չունենք ընդհանրապես։ Ամեն ինչով ապահովված ապրում ենք։ Ամենամեծ խնդրեմ դա խաղաղությունն է, որ ունենք։ Հետո բուժօգնությունը, տեղորայքը, որ ասենք, ինչ որ արելա շատ Իսկ էլ ինչա պետք անել, որն է այս պահին ամենասուր հարցը։ Ի վերջո ինչ որ բանի համար ընտրում եք, չէ՞։ Ինչ եք պահանջելու, որ իրենք անեն։ Ժողովրդին լավ նայեն, դարանել շատ լավ կլինի բացի, որպեսզի մեր ռայոնի շատ մարդիկ են գնում արտերկիր, որպեսզի մնան տեղում աշխատեն իրենց ընտանիքի հետ լինեն։ Ոչ մեկին հաճելի չի գնան Ռուսաստանը տանջանքների մեջ, ընտանիքից հեռու, երեխաները կարոտ, բնականաբար ստեղ գնային մնալ։ Զավոդն էլ լինեն, օրինակ առաջ մեր մոտ կար մթերման տեղեր, որ մեր ապրանքը, տանձը, խնձորը, ամեն ինչ մթերում են, իմի հետ բոլորը փակել են, սեփականացրել են և այսպես վիճակը վատացավ։ Չկա քայքայած վիճակում է այս մարդը ընդունել։ Հիմա իրանից չեք պահանջում, որ Աշխատի պահանջենք, անպայման պետք է պահանջենք։ Ամենասուրը պետք է աշխատատեղերը։ Ամշտատ երիտասարդների զբաղվածության հարցը այս պահին ամենաառաջնայինը, որ շատ պասիվ են զգում։ Մնացած ոլորտներում աշխատանքը տարվում շատ գոհ ենք մենք։
Կոտայքի մարզում էլ այսօր Հայաստան դաշինքի ցուցակագլխավորող Ռոբերտ Քոչարյանը կրկին բաց չի թողել հնարավորությունը քննադատելու վարչապետ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։ Իսկապես Հայաստանը կարող է շատ հանգիստ ապրել, իսկապես կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, նույնիսկ հարևանների հետ։ Լավ հարաբերությունները նաև արժանապատիվ հարաբերություններն են, ոչ թե ենթակա շեֆ հարաբերություններն են։ Եվ մենք դա կարող ենք անել։ Մենք կարող ենք անել այնպես, որ Հայաստանը վերադարձնի հարգանքը այլ երկրների կողմից։ Սա մեզ պետք է այս տարածաշրջանում այլ կերպ կայանալ որպես պետություն հնարավոր չէ, թե չէ մեզ փայ-փայն անելու իրար մեջ։ Եվ պրոբլեմը մեր ժողովրդի մեջ չէ, պրոբլեմը մեր պետության մեջ չէ, պրոբլեմը Ղանձողի մեջ է։ Եվ բանաձևը շատ պարզ է։ Չկա Նիկոլ, չկա պրոբլեմ։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստանն էլ այսօր հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։ Դաշինքի կարգախոսն է փոփոխություն։ Այս ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ կասկած չունի, որ հունիսի 7-ն ավարտվելու է իր թիմի հաղթանակով, թեև սոցիոլոգիական հարցումներով այս պահին Փաշինյանն է առաջատարը։ Ինչ ելույթներ են հնչում հրապարակում, որտեղ աշխատում է իմ գործընկեր Շողիկ Գալստյանը։ Շողիկ, բարի երեկո։ Ինչպես է փաստացի ամփոփում քարոզարշավը ընդդիմադիր այս ուժը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանում կան 400 մզկիթ, որ պետք է վերակառուցվի։ Բարի երեկո, Անուշ, այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքը, սա ստեյության ամփոփիչ հանրահավաքն է քվեարկությունից առաջ եւ այս պահին երևի թե լսելի է, որ ելույթ է ունենում դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը, ես նշեմ, որ մինչ հանրահավաքը նաեւ երթ տեղի ունեցավ, բայց մինչ երթին անդրադառնալը ես ներկայացնեմ այն հիմնական հայտարարությունները, որ այս պահին Նարեկ Կարապետյանը հնչեցնում է հարթակից, ես նշեմ, որ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մի քանի պնդումներ կար, որոնք հնչում էին ոչ միայն ուժեղ Հայաստանի, այլև մի քանի այլ ընդդիմադիր ուժերի կողմից, բայց այս պահին կոնկրետ ուժեղ Հայաստանի հետ կապված կրկին հնչում են ադրբեջանցիների վերադարձի հետ կապված նրանց պնդումները, որոնք բազմաթիվ անգամ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ամենաբարձր մակարդակով հերքել են, բայց այս պահին մենք շարունակում ենք լսել Նարեկ Կարապետյանը հարթակից պնդում է եւ ասում, ովքեր որ ընտրեն ընտրություններին քաղաքացիական պայմանագրին, ապա նրանք ընտրություն են անում նաեւ ադրբեջանցիների հետ զուգահեռ կամ համատեղ ապրելու մասին, սա իրենց պնդումն է, ամբողջ քարոզարշավի ընթացքում էր այս թեզը հնչում, ես նշեմ, որ մինչև հանրահավաքի, մինչև ելույթների մեկնարկը նաև հոլովակներ էին միացրել, գովազդներ էին միացրել կրկին այս խոսույթը ներկայացնող, այս հոլովակները պտտվում էին նաև քարոզարշավի ընթացքում, սրանց անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անգամ պնդել, որ սա լրտեսություն է Հայաստանի հանդեպ եւ հետագայում այս հոլովակները պատրաստողները պետք է լրտեսության համար դատվեն եւ չնայած այս հայտարարություններին ուժեղ Հայաստանի առաջնորդները շարունակում են պնդել, որ քաղաքացիական պայմանագրի ընտրվելու դեպքում այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի սպառնալիքը կա եւ իրենք խոստանում են իշխանության գալու դեպքում չեզոքացնել այդ վտանգները, այս պահին էլ կրկին շարունակում են նույն տրամաբանության մեջ պնդումներ Նարեկ Կարապետյանի կողմից։ Ես նշեմ, որ մինչև հանրահավաքը, ինչպես ասացի, երթ տեղ ունեցավ, բարեկամության մետրոյի մոտից հանրահավաքին այս պահին ներկա գտնվողների մի մասը երթով շարժվեց դեպի հրապարակ, ճանապարհներին կրկին նույն վանկարկումներով, որ
իրենք խոստանում են բազմաթիվ աշխատատեղեր բացել, տարբեր խոստումներ էին ամբողջ քարոզարշավի ընթացքում տալիս եւ այսօր կրկնում էին այդ խոստումները, նաեւ խոսեցին կրկին այս սպառնալիքի, ինչպես իրենք են պնդում, սպառնալիքի մասին կապված Ադրբեջանի հետ եւ նաեւ հայտարարում, թե իրենց իշխանության գալու պարագայում տարբեր օրենքներ կընդունեն չեզոքացնելու համար այդ սպառնալիքները։ Գնացեք ընտրության։ Նարեկ Կարապետյանի ելույթը այս պահին կարծես թե ավարտվեց, թե հետո ինչ ելույթներ կհնչեն եւ ինչ հայտարարություններ կհնչեն այստեղից, մենք կհետևենք այդ ամենին առաջիկա րոպեներին։ Ես նաեւ նշեմ Մանուշ, որ մենք երթի մասնակիցների հետ փորձեցինք զրուցել եւ հասկանալ ի վերջո ինչու են մասնակցում երթին, ինչ ակնկալիք ունեն Սամվել Կարապետյանից, որը այս պահի դրությամբ ոչ падգամավորի թեկնածու է, ոչ էլ կարող է վարչապետ ընտրվել գործող կարգավորումներով, բայց նա համարվում է դաշինքի առաջնորդը եւ այս ուժից նաեւ նշում են, որ իրենք մեծամասնություն ստանալու դեպքում սահմանադրական այն կարգավորումը, որ արգելում է Սամվել Կարապետյանին լինել թեկնածու, կփոխեն, որպեսզի նա վարչապետ դառնալու հնարավորություն ունենա, բայց մինչ այդ ես նաեւ առաջարկում եմ քաղաքացիներին լսել, ովքեր իրենց ակնկալիքներն էին ներկայացնում, թե ինչ ակնկալիքներ ունեն։ Ուժեղ Հայաստան Թուրքից հեռու, այդքան բան կարամ ասեմ։ Շնորհակալություն։ Ինչ որ պակաս այն ակնկալում եմ Սամվել Կարապետյանին։ Իսկ եթե ավելի կոնկրետ ասեք։ Սահմանները բաց են։ Այս պահի դրության սահմանները բաց են, տեր չկա, անտեր են։ Բոլոր ոլորտներում, օդ ի դո, բոլոր ոլորտներում։ Ամեն ինչից դժգոհ եք հիմա։ Չի կարելի ասել ամեն ինչից դժգոհ եմ, բայց գլոբալ առումով իհարկե։ Եվ երբ տեսնում եմ քաղաքականության վերջը սրա, լավ չեմ տեսնում։ Ես հավատում եմ իրեն ուժերին, որ ինքը բիզնեսմեն է, ինքը կարմա ղեկավարի, կարել երկիր ղեկավարի։ Քարոզարշավը առանց միջադեպերի չի անցնում, 3 տեսանյութ էր հայտնվել համացանցում, որտեղ երևում էր ինչպես է քաղաքացիական պայմանագրի անդամը հարվածում ուժեղ Հայաստան կուսակցության համակիրներից մեկին։ Թեև միջադեպի տեսանյութը լայն տարածում է ստացել, մինչև այս պահը որևէ անձ չի ձերբակալվել։ Երեկվանից լրատվամիջոցներում ու համացանցում են այս կադրերը, որ քաղաքացիական պայմանագրի անդամ Արսեն Հարությունյանը հարվածում է ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցներից մեկին, բայց նրան դեռ հարցաքննության չեն էլ կանչել, որ քննչական չեն կանչել, Ազատության հետ զրույցում հաստատում է անձամբ Հարությունյանը։ Նա Մասիսի ավականու ԿՊ խմբակցությունից է եւ Երկրապահ միության Մասիսի տարածքային կառույցի ղեկավարը։ Անգից եւ ինքը գոռում է մի փոքր էլ ես եմ ձայնս բարձրացրել մենակ ասել եմ նստին մեքենան գնալ ինգեր ջան ու այդտեղ երևում է որ դուք հարվածում եք իրան ինչու չեմ հարվածել ես ուղղակի հերելով ուզեցել եմ նստեցնեմ մեքենան չէր ենթարկվում վատ խոսքերով իրան լավ չէր պահում Իշխող կուսակցության անդամը չնայած տեսանյութին պնդում է հարվածելու նպատակով չի մոտեցել Դավիթին Մասիսի Նոր Կյուրին համայնքում երեկվա ծեծկրտուքի համար ուժեղ Հայաստանի անդամներին է մեղադրում թե նրանք են սադրել իսկ ինչ են արել որ սադրել են Մեր մեքենան տեսնելով ավելի բարձրացեցին ձայները Երկրապահ Հարությունյանի տպավորությամբ ընդդիմադիրները փորձել են ցույց տալ, որ իրենք ավելի ուժեղ են, ԿՊԱ-ականներին տեսնելով ավելի բարձր են վանկարկել, հետո էլ լսել է, թե մեկը թուրք է գոռացել ու որոշել են մեքենայից իջնել ու հասկանալ ինչու։ Ազատությանը պատմում է ԿՊԱ-ական Հարությունյանը։ Կանայք բղավում էին բարձր, չգիտեմ ինչին ղժում Ինչի համար ես չեմ էլ հասկացել ինչա կատարվել։ Ես ընդհանրեն ուզեցել եմ այդ տղային ստացնեմ մեքենան, որ ինքը գնա։ Շարունակի իր ճանապարհը։ Բայց չստացվեց, չենթարկվավ,
Դες մի քիչ քաշքշոց է եղավ էլի։ Այդ տղայի անունը Դավիթ է, ուժեղ Հայաստանի համակիրներից է, նա այսօր հրաժարվեց մեզ հետ զրուցել։ Իսկ իր թիմակիցներից Հրայր Գևորգյանը երեկ Ազատությանն ասել էր, թե երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Հրայր Գևորգյանն էլ սադրանքի համար ԿՊԱ-ականներին էր մեղադրում։ Դուք եք տեսնում կադրերում, որ նախաձեր, այսինքն մեր քարոզարշավը խոչընդոտվում է եւ նրանք հարձակվում են, հենց նախաձեռնողը իրենք են լինում, հարձակվում են, Դավիթին արունոտ բերել են օֆիս, պատկերացրեք։ Տեսանյութում լսվում է նաև մի կնոջ ձայն, որ գոռում է հղի եմ, ինչու եք խփում։ Արսեն Հարությունյանն ասում է, թե այդ ժամանակ չի լսել նման բան։ Որ գոռում էր, ինչ որ տեսել եք ինձ, հղի եմ, չգիտեմ ինչ եմ, ես ընդհանրապես չեմ տեսել այդ որտեղից է գոռում, կամ ինքը ով է։ Արսեն Հարությունյանը Մարմարաշեն գյուղից է։ Օրերս քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու ինչ-որ արդյունքներ գրանցելուց հետո առաջարկում էր ընտրություններից հետո հանդիպել։ Մենք մեր արդյունքը ցույց տանք, մի օր դիմենք ձեզ, մեզ կանթոնեք էլ ինչ-որ մի օր։ Ես կգամ։ Նոր Գյուրինի միջադեպով քրեական գործ է հարուցվել մի խումբ մարդկանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու քարոզչությունը խոչընդոտելու հատկանիշներով, բայց չնայած տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է, երեկվանից որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել։ Մինչդեռ արցախցի Արթուր Օսիպյանին Փաշինյանին հարցեր տալուց ժամեր անց կալանավորեցին ու 16 օր է խիստ ռեժիմով պահում են բանտում։ Այդտեղ արդեն կասկած չկա ընտրովի արդարադատության մասին։ Արմեն Հովանեսյանին կալանավորեցին իշխող ԿՊ-ի քարոզչական պաստառը պոկելու համար, երբ այս արարքը ենթադրում է վարչական պատիժ ու կալանավորված տղամարդը նույն օրը հոգեբուժարանում ինքնասպանություն գործեց, հիշեցնում է իրավապաշտպանը։ Իրավապահ համակարգը մեռած է։ Ես կարող եմ այսպես ասել։ Փաշինյանին հարցեր տալն ու ԿՊ-ի պաստառը պոկելը մարդկանց համար ճակատագրական է դառնում, բայց երբ Փաշինյանի թիմակիցներն են բռնություն գործադրողները, համակարգն ըստ Ալեքսանյանի ուղակի չի գործում։ Տիկին դատախազ, կանխեք ձեր որոշումներով այս բռնությունները, եթե դուք ոչինչ չեք անում, այս վիճակը լարվելու է եւ հանգեցնելու է անկախատեսելի հետևանքների։ Մասիսի այս դեպքերին ուժեղ Հայաստանից արձագանքել են, իսկ քաղաքացիական պայմանագրից ոչ մի բառ։ Դիտորդական կազմակերպություններից էլ արձագանք չկա։ Երեկ երեկոյան էլ արդիկում է ծեծի ենթարկվելու դեպք արձանագրվել։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի համախոհը պնդում է, որ արդիկի քաղաքապետարանի դիմաց ՔՊ գրասենյակի հարևանությամբ իրեն հարվածել են։ Պնդում է քաղաքական հայացքների պատճառով էր։ Իմ տրամաբանությունը այն է, որ կազմակերպված գործընթացեր քաղաքական ինչ-որ մոդեցումներ կա սրա մեջ, որ փորձում էին հանդեպ ինչ-որ հրահրություն կազմակերպեն, ու դա իրացնով ստացվեց։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի համախոհ Հակոբ Հարությունյանը ենթադրում է երեկ երեկոյան Արթիկի քաղաքապետարանի դիմաց իշխանական քաղաքացիական պայմանագրի գրասենյակի մոտ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար։ Աչքի տակ կապտած է ճակատի հատվածում, ասում է, կարեր են դրել բժիշկները, 3 տեղից պատրված է եղել։ Պնդում է ինքը ընդամենը հայացք է գցել անցորդների կողմը, որոնց մեջ նաև իրեն հարվածած երիտասարդն է եղել։ Սիփան Գրիգորյանը։ Նա վերադարձել է 15 րոպեից պահանջել դուրս գալ մեքենայից, թե խոսելու թեմա կա։ Այստեղ էլ սկսել է ծեծկրտուքը։ Դա չտեսնեմ մեկ էլ անգամ իմ ընտանիքից այդ հայացքով նայես, վիզ կտրեմ տեկոլի կողով կտրեմ նման արտահայտություն, ես արդեն մի բան ստապեցի, ուզում էի հրեի մի բան, ինքը խփեց ինձ։ Ու դրանից հետ մեկտեղ նաև այդ քաշքշուկի ծեծկրտուկի որոնց հարվածում էին տարբերություններով, կողքի հատվածում գտնվում է ԿՊ-ի կենտրոնական գրասենյակը։ Այդտեղից մի ամբողջ էլ դուրս եկավ։ Այդ միջադեպը էլ ավելի ծավալվեց, էլ իրանք ավելի իրանք որպես այսպես ասեմ նկարագրեմ լավ տեղ էին դրել։ Իսկ ինչու է ենթադրում, թե իր քաղաքական հայացքներն են երեկվա միջադեպի պատճառը։ Արդյոք որևէ պնդում եղել է միջադեպի ընթացքում։ Նախ ես ինքս նկարագրեմ, որովհետև ամբողջ ԿՊԱ-ական ազնագազմը 0-0 հարձակվեցին իմ վրա։ Չհասցրեցին թե լավ տեսնեք ինչ ա եղել, ինչու է այսպես։ Միգուցե իմ քաղաքական մոտեցումներ եղել նմանատիպ ձևով։ Ես ենթադրում եմ, որ այդպիսի իրավիճակ եղել է։ Լսի մի րոպե, լսի ինչ եմ ասում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Ոչ մի բան։ Իսկ միջև մի րոպե սպասի։ Որպես պետություն լսի։ Ուրեմն գավառը, մի րոպե, ու կաթողիկոս չկա։
Կտրիչ ներսիսանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկ կոմոն դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ես չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետություն։ Հակոբ Հարությունյանը մարտին, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, Արթիկում հակաճառել է Նիկոլ Փաշինյանին, ասում է իր քաղաքական հայացքների հետ բոլորն են ծանոթ, վարչապետի հետ այդ օրվա բանավեճին նույնպես։ Իրենց էծի ենթարկող գլխավոր անձը Սիփան Գրիգորյանը ՔՊ ցուցակում ընդգրկված թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է։ Սիփան Գրիգորյանի հետ ազատությանը կապ հաստատել չհաջողվեց։ Մեկնաբանություն չկարողացանք ստանալ նաև Շիրակում քաղաքացիական պայմանագրի շտաբի պետ մարզպետ Դավիթ Արուշանյանից, ինչպես նաև Արթիկի ՔՊ-ական քաղաքապետից։ Հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Քննչական կոմիտեից ազատությանը փոխանցեցին Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Ինչպես փոխանցեց խոսնակը, մեղադրյալ կամ մեղադրյալներ այս պահին չկան։ Եթե այլ պարագայում այդ նույնը արած լիներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, հիմա այդ մարդուն իր ընտանիքին, հարազատներին, եթե որևէ կուսակցություն լիներ, այդ կուսակցությունից էլ եւս մի 50 հոգի հետը փակել էին։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը նկատում է. իշխանականների անունը երեկվանից Արթիկի դեպքով շրջանառվում է, չկա դատապարտում։ Հիմա մի մասն ասում է քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է կենցաղային հողի վրա, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ԿՊԱ-ականներ հարձակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ընդհանրապես դա կապ չունի, որ քաղաքական միավորի աջակից է։ Ու չկա դատապարտում ԿՊ-ի կողմից։ Միջադեպ էլ Արթիկից մի քանի հարյուրավոր կիլոմետր հեռու Տավուշի մարզի Զորական գյուղում է եղել։ Այստեղ Հայաստան դաշինքի համակիրի եւ մի Պարեկի ենթադրաբար քաղաքական վեճը ավարտվել է վրաերթով։ Այդ դեպքում վրաերթի հեղինակը ընդդիմադիր քաղաքացին է։ Նրան կալանավորել են, իսկ Պարեկը հիվանդանոցում է։ Զորականում այսօր իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն է եղել, սակայն վեճի երկու կողմերը, ինչպես նաև համագյուղացիները կտրականապես հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև։ Գյուղացիներից ոմանք մեր թղթակցին պատմել են, թե Պարեկը քաղաքական պահանջներով, մասնավորապես իշխող ուժի օգտին քվեարկելու պահանջով է գնացել համագյուղացու տուն եւ դրանից է առաջացել վեճը։ Ընտանիքից սակայն հերքել են այդ պնդումները, ընդգծելով, որ ոստիկանը որևէ քաղաքական կողմնորոշում չունի։ Արցախցի ակտիվիստ Արտուր Օսիպյանը, որ լայն հանրային ճանաչում ստացավ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած աղմկահարույց միջադեպի եւ դրան հաջորդած կալանավորման պատճառով արդեն 16 օր է հացադուլի մեջ է։ Մի խումբ քաղաքացիներ մի քանի օր է նստացույց են իրականացնում նախագահական նստավայրի առջև, պահանջելով միջնորդել, որ գլխավոր դատախազությունը երիտասարդին կալանքից ազատի։ Բայց երրորդ օրն է նախագահը հրապարակավ ոչ մի դիրքորոշում չի հայտնել։ Փաստաբանի պնդմամբ Օսիպյանը բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի։ Վարչապետը սակայն արդեն ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցուց։ Հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում եւ պնդում, որ դա քաղաքական է։ Այսօր էլ ստորահավաք է սկսվել նրան ազատելու պահանջով։ Զենագնդիկը գնալով մեծանում է ու հարցը գնալով ավելի արմատական է դառնում, իհարկե դրան նաև նպաստում է այդ հացադուլի բեռը օրերը, որ ավելանում է ու իր Արտուրի վիճակը ավելի ծանրանում է։ Այսօր նաև երթից եմ ասում, մեր նստածուցի վայրից երիտասարդները խումբ են կազմել ու քայլերթ են արել, հանձնել են նամակ դեսպանատներին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ դեսպանատների գրասենյակներին։ Չեմ գտնում, որ դա իրավական հիմունքներով այդ խոսքով ազատության արգելափակումը ցանկացածից հետ կարող է կատարվել եւ ես նման բաներ չեմ ընդունում։ Իրեն չեք ճանաչում անձամբ։ Անձամբ չեմ ճանաչում, բայց հետեւել եմ իր գործունեությանը, սկսած Արցախից մինչեւ այսօր։ Իրեն մեղադրում են վարչապետի հետ բարձր տոնով խոսելու, խուլիգանության, քարոզարշավը խոչընդոտել։ Դուք այդ կադրերը, որ նայում եք, նման բան տեսնում եք։ Ինչպես շատերը ես կրկնվեմ, ինքը այդ բանավեճին Փաշինյանին հաղթեց,
Դրա համար Փաշինյանը չի ընդունում այդ ամեն ինչը։ 300-ին մոտեցավ արդեն, որտեվ երեկվա տեմպը հաշվի առնում, մենք նախատեսել ենք, որ 3 կհավաքենք 100 ստորագրություն եւ կհանձնենք։ Մենք արդեն ես էլ եմ առաջի օրվանից գիշերը նստել, ասենք 24 տեղ եմ, դրա համար 24 ժամ, դրա համար հետևում եմ այս ամեն ինչի։ Մերձավոր արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Քուվեյթը հայտնում է Իրանի հարձակումների հետևանքով 1 մարդ է զոհվել կամ վիրավորներ, փակվել է Քուվեյթի օդանավակայանը, վնասվել են դիվանագիտական ներկայացություններ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը հրադադարի ընթացքում արդեն մի քանի անգամ հարվածներ են փոխանակել։ Միաժամանակ Իսրայելն ու Լիբանանը շարունակում են բանակցությունները ռազմական գործողությունների պայմաններում։ Քուվեյթի միջազգային օդանավակայանի եւ դիվանագիտական առաքելությունների վրա իրանական հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել։ Հայտնում է երկրի արտգործնախարարությունը, չմանրամասնելով, թե դիվանագիտական որ ներկայացուցություններն են վնասվել։ Քուվեյթի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ լրջորեն վնասվել է օդանավակայանի տերմինալներից մեկը, կա մի քանի վիրավոր։ Թռիչքները վերաուղղորդվում են այլ օդանավակայաններ։ Իրանը Քուվեյթին հարվածել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ին մեղադրել էր այս երկրի տարածքից իրանական ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել իրանական Քեշմ կղզում գտնվող կառավարման կայանին։ Խոցել անօդաչուները, որ Իրանն արձակել էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Նշվում էր, թե հարվածներն իրականացվել են այն բանից հետո, երբ Իրանը բալեստիկ հրթիռներ էր արձակել Քուվեյթի եւ Բահրեյնի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սակայն հայտարարել է, որ փոխհրաձգությունը սկսվել է, երբ ամերիկյան ուժերն են Հորմուզի նեղուցում հարվածել իրանական նավթատարի եւ վնասել այն։ Դրանի պատասխան Իրանը հրթիռակոծել է Ամերիկայի իսրայելական մի նավ, ինչից հետո ԱՄՆ-ն էլ հարվածել է Քեշմ կղզուց հարավ տեղակայված կապի աշտարակի։ Իրանական կողմը նաև պնդել էր, որ հարվածել է ծոցում գտնվող ամերիկյան ավիաբազայի, այդ թվում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբ բնակարանին, թեև ԱՄՆ-ն հերքել է այս պնդումը։ Կորպուսը նաև սպառնացել է ԱՄՆ զինուժը ծանր գին կվճարի Հորմուզի նեղուցի անվտանգությունը խաթարելու համար։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները խախտում են հրադադարը եւ միջազգային իրավունքը։ Արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Քուվեյթը եւ Բահրեյնը ուղղակիորեն պատասխանատու են Իրանի վրա ԱՄՆ հարձակումների համար, քանզի դրանք այս երկրների տարածքից են իրականացվում։ Իրանը նաև խոստացել է օգտագործել բոլոր հասանելի միջոցները հետագա հարձակումներին պատասխանելու համար։ Մերձավոր արևելքում նոր էսկալացիան տեղի է ունենում իրանական լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին, որ ԱՄՆ-ն եւ Իրանը օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները։ ԱՄՆ նախագահը սոցցանցում հերքել է սա։ Մեր միջև բանակցությունները շարունակվել են անընդհատ, այդ թվում 4 օր առաջ, 3 օր առաջ, 2 օր առաջ, 1 օր առաջ եւ այսօր։ Ուր կտանեն դրանք, երբեք չես իմանա։ Հարցազրույցներից մեկում էլ Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու մտքից։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ինչ որ պահի թերևս կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդին, որը ըստ նրա ներգրավված է բանակցություններում։ Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը միմյանց են մեղադրում նոր լարվածության համար, Իսրայելն ու Լիբանանը 3 ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի, կողմերն առաջընթաց են գրանցել։ Քաղաքական եւ անվտանգության մակարդակներում առաջընթացը շարունակվում է, մինչ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների անհաջողությունները եւ շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր ուղղված Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը եւ Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Չնայած բանակցություններին Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում եւ տարհանվելու հրամաններ է տվել մի քանի բնակավայրերի բնակիչների։ Բանակը պնդում է, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ 13 հարձակում է իրականացրել իսրայելական զորքի վրա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր անսպասելի այցով ժամանել է Կիև Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված մի շարք լայնածավալ մահաբեր հարձակումներից հետո։ Այս այցից ժամեր առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Սանտ Պետերբուրգի էներգետիկ եւ ռազմական օբյեկտների, որտեղ պաշտոնյաներն ու արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերը հավաքվել էին երկրի գլխավոր տնտեսական համաժողովներից մեկին մասնակցելու համար։ Մեկ օր առաջ էր Կիևի եւ Դնեպրի վրա ռուսական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել էր 23 մարդ։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։